Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցից ընդամենը 3 օր անց Հայաստանի վարչապետն ուղիղ հայտարարում է. հայկական երկաթուղու կառավարումը ռուսական կողմից հետ վերցնելուն այլընտրանք չկա։ Նիկոլ Փաշինյանը, որ նախկինում պնդում էր, թե Երևանը պայմանագրի միակողմանի չեղարկման պլան չունի եւ Մոսկվայի թիկունքում քայլեր չի անի, այժմ ակնարկում է իրավական որոշումների մասին։ Մենք ուզում ենք բարեկամական ձևով այդ խնդիրը լուծենք։ Բարեկամական ձևով։ Բայց նաև մենք այդ խնդիրը բոլոր դեպքերում պիտի լուծենք բարեկամական ձևով, բայց նաև էլի դե յուրե կարող է հարց ծագի, որ մենք դե յուրե որոշումներ կայացնենք։ Եթե անհամաձայնություն կա, հետո կգնանք արբիտրաժում բան կանենք, կքննարկենք։ Թե ինչ որոշումների մասին է խոսքը, վարչապետը չբացահայտեց։ Նա նաև չհստակեցրեց, արդյոք սպառվել է հարցը բանակցություններով լուծելու հնարավորությունը, քանի որ արդեն հայտարարում է միջազգային արբիտրաժ գնալու մասին։ Կոնցեսիոն պայմանագրով վեճը միջազգային տրիբունալ է մտնում միայն փոխադարձ համաձայնության ձախողումից հետո։ Հարց է առաջանում Փաշինյանն ու Պուտինը իրենց վերջին հեռախոսազրույցում քննարկել են արդյոք երկաթուղու ապագան։ Երկաթուղու հետ կապված քննարկում չի եղել, բայց երկաթուղու հետ կապված մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը։ Դա մեր սեփականությունն է եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է հնարավորություն ունենա այդ երկաթուղին օգտագործել այնպես, ինչպես ինքը նպատակահարմար է գտնում։ Ես ուզում եմ շատ հստակ լինել այս հարցով, այլընտրանք չկա սրան։ Հայկական երկաթուղին ռուսական կառավարմանն է հանձնվել 2008 թվականին 30 տարով։ Ռազմավարական նշանակության ընկերությունը հետ վերցնելու եւ այլ երկրի փոխանցելու մասին Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ խոսեց այս տարեսկզբին։ Փաստարկն այն էր, որ ռուսական կառավարման պատճառով երկաթուղին կորցնում է մրցակցային առավելությունները։ Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի եւ Ռուսաստանի հետ, եւ Հայաստանի հետ, ուղղակի Ռուսաստանից գնի կոնցեսիոն կառավարման իրավունք։ Մոսկվան կտրուկ մերժեց կառավարման փոխանցումը, իսկ Երևանը հայտարարեց, որ քննարկումները կշարունակվեն, մինչև կարողանան գալ համաձայնության։ Արդյոք վերջին ամիսներին սրված հայ-ռուսական հարաբերություններն ու Մոսկվայի կողմից հայկական ապրանքների նկատմամբ սահմանափակումներն են պատճառը, որ վարչապետն այսօր երկաթուղու թեմայով խոսույթն ավելի կոշտացրեց։ Պարզ չէ, փոխարենը Փաշինյանը վերահաստատեց։ Հաջորդ շաբաթ մասնակցելու է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ Հարթակա, որտեղ բնականաբար ես մեր օրակարգին առնչվող բոլոր հարցերը բարձրացնելու եմ։ Ասեն եմ, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է, չի գործում ԵԱՏՄ-ն։ Եթե ԵԱՏՄ-ի պայմանագիրը չի գործում ԵԱՏՄ-ն։ Եվ ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է եւ կաթվածահարությունը խորանալու միտումներ է ցուցաբերում։ Եվ եթե այս հարցը արագ չլուծվի, ես 100% վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը այս խնդիրը հաղթահարելու է։ ԵԱՏՄ-ն չի հաղթահարելու։ Նիկոլ Փաշինյանը, որ քարոզարշավի փուլում հայտարարում էր, թե Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում լարվածություն չկա, իսկ հայկական արտադրանքի նկատմամբ սահմանափակումները կապում էր ֆիտոսանիտարական խնդիրների հետ, այսօր արդեն ստեղծված իրավիճակին այլ բացատրություն տվեց։ Ըստ վարչապետի, Ռուսաստանը խնդիր է տեսնում Հայաստանի այլ երկրների հետ սկսած ռազմավարական համագործակցության մեջ։ Ու թեև Մոսկվայից հայտարարում են, թե ընդունում են քաղաքական ու տնտեսական այլընտրանքներ փնտրելու Երևանի իրավունքը, միևնույն ժամանակ հորդորում են ընտրությունն անել արագ։ Ես ասում եմ, այն այլընտրանքը դեռ ձևավորված չի, սկսվել է այլընտրանքը ձևավորելու process-ը, կձևավորվի այլընտրանքը, հիմա ազնիվ չի լինի, որ մենք մեր ժողովրդի առաջ հարց դնենք, դուք չձևավորված այլընտրանքը ուզում եք, թե չեք ուզում, որովհետև մեր ժողովուրդը լիքը հարցեր կտա, որոնց պատասխանները մենք այսօր չունենք։ Կգնանք, կաշխատենք այդ հարցերի պատասխանները կձևակերպենք, կվերադառնանք եւ մեր ժողովրդին կհարցնենք։ Այս շաբաթասկզբին ընտրություններից հետո Կրեմլի ղեկավարի հետ առաջին հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանն ընդգծել էր, որ հայկական ապրանքների արտահանման սահմանափակումները հակասում են ինչպես երկկողմ պայմանագրերին, այնպես էլ ԵԱՏՄ կարգավորումներին։ Նա Պուտինին խնդրել էր միջոցներ ձեռնարկել խնդիրը լուծելու համար։ Մոսկվանի պատասխան միայն կրկնեց, Ռուսաստանի նախագահը վերահաստատել է Հայաստանում հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը։ Նման հարցով հանրաքվե անելու համար Հայաստանը պետք է գոնե դիմաց լինի, ել չեմ ասում առավել տրամաբանականը, որ Հայաստանը գոնե անդամության տեխնացուի կարգավիճակ ունենա։
Կամ արդեն այդ հարցը լինի օրակարգում, այդ ժամանակ շատ տրամաբանական կլինի իրականացնել հարակվի այդ հարցով եւ անհրաժեշտ կլինի։ Հայաստան-Ռուսաստան լարված հարաբերությունների մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանը այսօր հիշեց Բելարուսի նախագահին։ Հայաստանին ուղղված նրա հայտարարություններից մեկը մեջբերելով ընդգծեց. Հայաստանի Հանրապետությունը ում էր ինչ արել, որ Բելարուսի նախագահը հայտարարի, որ գիտեք ինչ, դե Հայաստանը ում է պետք։ Ինչն էր վատ արել, Հայաստանի վատություններ արել ինչ որ մեկին։ Բելարուսին վատություններ արել Հայաստանի Հանրապետությունը։ Ոնց կարելի է երկրի, ինքնիշխան երկրի մասին այդպես խոսալ։ Հիմա մենք ցույց ենք տալիս, թե ում է պետք Հայաստանի Հանրապետությունը։ Սրան հետևեց լրագրողներից մեկի հարցը. Վլադիմիր Պուտինի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին ամեն անգամ երբ հարց ենք հնչեցնում, դուք հիշում եք Լուկաշենկոին, այնպեսի տպավորություն է, ասես Պուտինի մուրը Լուկաշենկոից եք հանում։ Ես մուռ չունեմ, որ հանեմ։